Դազան պոլիշարը։ Ծավտանը։ Ռազմիկ ջան, շատ ներողություն, այլակ ես մի հարց տամ։ Հա, Այս երկու գիշերա չեմ քնում, էլի մի անհավես հարց եմ ուզում քեզ տամ։ ասա, լսում եմ։ Ռազմիկ ջան, դու եթե չեմ սխալվում, պետական աշխատող ես, ճիշտ է։ Հիմա Եթե գաղտնիք չի Ռազմիկ ջան, քո աշխատավարձը ինչքան է Ռազմիկ ջան։ 25000 մանետ, գաղտնիք չի, փայլակ, իմացի։ 25000 դրամ։ Այս մաշինն ինչ արժե Ռազմիկ ջան։ $20000 $20000 դոլար։ Հա, փայլակ, 20000 էս մաշինն արժախ։ Դու էլ ընդամենը 2-3 ամիս է, չէ՞ որ աշխատում ես այդ պետական։ Հա։ Հələ մի րոպե, Ռազմիկ ջան, ես մի հատ թեթև հաշվարկ անեմ, էլի 25000 անգամ 50 բաժանած։ Դոլարի կուրսը ինչքան է? 445։ Չէ, 50-ով, 50-ով հաշվենք, լավ, 450-ի։ Ուրեմն այն ինչ է ստացվում, Ռազմիկ ջան։ Ուրեմն, որպեսզի դու ես մաշինա քշես, քեզ առնվազն 7-ից 8 տարի է պետք։ Հաց չուտես, ջուր չխմես, չհագնես, տանվար, լույսի փող, հեռախոսի փող չմուծես, որ քո ծերության մայրամուտին դու կարենաս այս ռոճիկովդ այսպես մեծ մաշինա առնես։ Հələ ինձ բացատրի հասկանակ ես գաղտնիքը ինչու՞մն է սրա, հա։ Ջոգի ինչ ես ասում։ Ջոգի ինչ ես ասում, փայլակ ջան։ Ուզում ես ասես, որ ես այս Ջեյրանին աշխատավարձով չեմ առել։ Ահա, Ռազմիկ ջան, լավ է շուտ գլխի ես ընկնում։ Հələ ինձ բացատրի այդ հանելուկը նա հասկանամ, էլի։ Հիմա բացատրեմ։ Բացատրի։ Անես 10 կանալնի բացատրեմ, որ մի անգամից հասկանաս։ Շատ շնորհակալ կլինեմ, բացատրի։ Փայլակ, Աջան, մարդու քիթը հա, ինչի համար է ախպեր։ գիտեմ, մարդու քիթը շնչելու համար է, նյուխի, որ կողես ուրիշի գործերի մեջ իմանաս շուրջդ ինչա կատարվում։ Ռազմիկ ջան, հասկացա՞ր թե չէ։ Այդ քո քթի մասին չի խոսքը։ Քո քիթը ուրիշի գործերի մեջ խոթելու համար է, այդ գիտեք։ Իմ քիթը նյուխի համար է, փայլակ ջան։ Ես մի անգամից ջոգում եմ, որտեղ փող կա, չալաղաչ կտորներ կա, լավ գործ կա, տանելու բան կա, ուտելու բան։ Ես ընդեմ, ես կյանքը ջոգում եմ։ Այ հիմա հասկացա թե ինչի համար է մարդու քիթը։ Հասկացա՞ր, փայլակ։ Վայրենի, յա։ Դե հիմա գնաց տեղից։ Մյուս անգամ քիթդ իմ գործերի մեջ չխոտես, կլյավ ուզնիկ։ Ռազմիկ տղա, դու իմ անունը փայլակ չդի, եթե ես քո հելը չարի։